Բարև ձեզ սիրելի հետևորդներ, Բաստիոն հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ Բարև ձեզ, պարոն Աշոտյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Աշոտյան, կա տեսակետ, որ մեր այսօրվա ցավալի իրավիճակի պատասխանատուն մեր հասարակության այսպես անտեղեկությունն է, կրթության պակասն է, ուրեմն անգրագիտություն այդպես ասենք, որ մարդիկ չեն կարողանում կապել մի քանի փաստեր իրար հետ եւ չեն հասկանում դժբախտության պատճառը որտեղից է եւ նորից գնում ընտրում են Նիկոլ Փաշինյանին։ Հիմա դուք եղել եք շատ երկար ժամանակ կրթության նախարար։ Դուք ձեզ մեղավոր զգում եք։ Մեղադրականից սկսեցիք խոսքը, ներողություն եմ խնդրում աուդիտորիայից ձայնիս համար մրսածության պատճառով գուցե քիչ դժվարանամ խոսել, բայց այնուհանդերձ վերադառնանք ձեր հարցին։ Կամ մարդ, որ իրեն մեղավոր չի զգում։ Չկա, կարծում եմ։ Եթե այդպիսի մարդ կա, ուրեմն այդ մարդու կարծիքը առհասարակ իր դերակատարությունը հասարակական, քաղաքական, նույնիսկ անձնական կյանքում պետք է անտեսել, որովհետև ինքնահավան պինգվինների եւ պավլինների ժամանակը վաղուց անցել է։ Ինչ որ մի փուլում գուցե դա անձի տրանսֆորմացիայի անխուսափելի էտապ է, հատկապես երիտասարդ տարիքում, բայց նայելով իմ անցած ճանապարհին, իմ ընկերների ճանապարհին, կուսակցության ճանապարհին, կարող եմ ասել եւ այո, եւ ոչ։ Այո, ինչպես նորմալ մարդ, ոչ, որովհետեւ հարցի ենթատեքստի մեջ, ձեր վերարտադրած դիսկուրսի ենթատեքստի մեջ կա մի կարևոր բան, այդ հարց տվող մարդիկ ով են, իրանք մեղավոր են, թե չէ, ձեր մասին չեք ասացիք, կա դիսկ, կա, որ այդ անգրագիտությունն է պատճառը։ Հիմա այդ թեմային կանդրադառնաս, հիմա արձագանքս բացառապես մեղավորության ֆենոմենինն է։ Մարդը ծնվում է մեղավոր, որովհետև առաջնային մեղքով հավատացյալ մարդը չի կարող այլ կերպ ընկալել իրականությունը, քան ադամյան առաջնային մեղքի զգացողությունը, որի վրա խարսխված ամբողջ քրիստոնեությունը։ Այո, ես մեղավոր եմ։ Եվ այն մարդիկ, ովքեր այդպես չեն պատասխանում այդ հարցին, առնվազն բարոյականության, բարոյագիտության խնդիր ունեն։ Դա փիլիսոփայական տեսակետից վերադառնալով անգրագիտության հարցին, տեսեք, իհարկե մեր հասարակության կրթական մակարդակը հեռու է ցանկալիից։ Ես 7 տարի աշխատել եմ կրթության նախարար եւ այլևս 9 տարի կրթության նախարար չեմ։ Ես ավելի շատ կրթության նախարար չեմ, քան կրթության նախարար եմ եղել։ Բայց մարդիկ ձեզ հիշում են, ես ձեզ հիշում եմ, որպես կրթության շնորհակալ եմ, որովհետև կարծում եմ ոչ միայն պաշտոնավարման երկարությունն է, երկարատևությունն է ձեզ մոտ այդպիսի նստվածք թողել լավ իմաստով, այլ նաև գուցե իմ բոլոր սխալներով, որոնք անխուսափելի են ցանկացած կառավարչի պարագայում եւ հաջողություններով հանդերձ, ամենայն դեպս ես փորձել եմ լինել ամեն գործի առաջնագծում, ոչ թե շատ ու շատ նախարարների նման բաղկվել կաբինետում, փոխնախարարների մեջքի հետևում աշխատակազմի մոգոնած թղթերի տակ եւ մաքսիմալ շփվել եմ մարդկանց հետ ու չեմ խուսափել նաեւ քաղաքական պայքարից։ Որտեւ Հայաստանում այդ խնդիրն էլ կար եւ կա։ Նախարարը քաղաքական պաշտոնյա է։ Եվրոպական, դասական, քաղաքագիտական տեսակետից նախարարը քաղաքական պաշտոնյա է։ Պրոֆեսիոնալ մասնագիտական նախարարներ իհարկե պետք է լինեն եւ դա լավ է, բայց նրանք էլ են քաղաքական պաշտոնյա։ Եվ ես չեմ խուսափել երբեք քաղաքական ամենաթեժ իրադարձություններում, թեպետ լինելով նախարար եւ ունենալով հայերեն ասած ատմասկա, որ ես կրթության նախարար եմ, կարող եմ չմտնել քաղաքական այս կամ այն անցուդարձի մեջ, ես դրանից չեմ օգտվել, որտեղ համարել եմ դա անբարով իմ կուսակցության նկատմամբ եւ սխալ քաղաքական համակարգի նկատմամբ։ Հետևաբար երևի հիշում եք նաեւ այդտեղ ես տենց յարկի նախարար եմ, դրան եմ դուք շատ վառ եւ եղել եք եւ վերաբերում անգրագիտության մասին, տեսեք, այո, մեր հասարակության կրթական ցենզը ցանկալից ցածր է։ Իսկ ումն է բարձր։ Ամենաբարձրը ենթադրենք հանրակրթության ոլորտում Ֆինլանդիան է, հա։
կամ Վիետնամը, որը շատ լավ արդյունքներ է ցույց տալիս։ Բարձրագույն կրթության ոլորտում երևի թե առաջատար բուհերով եթե նայենք ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան։ Ինչի հիմքն եմ հիմա ստեղծում պատասխանից մեջ հետեւյալի։ Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա ռեժիմը իհարկե հիշելով որ ապազգային է, դավաճանական է եւ այլն, բայց քաղաքագիտական առումով նրանք նաեւ պոպուլիստներ են, հա։ Այսինքն դասակարգման մեջ նրանք պոպուլիստ են։ Պոպուլիզմի ալիքը հեղեղել է ամբողջ աշխարհը։ Անգամ այն երկրները, որոնք ունեն բարձր կրթական ցենզ եւ փորձել գտնել ցածր կրթական ցենզի մեջ այսօրվա մեր հասարակական անտարբերության կամ որոշ դեպքում ինչ-որ մի հատվածի մոտ Նիկոլա Մետուցյան արմատները ճիշտ չէ։ Ես ցավոք սրտի գիտեմ մարդկանց դրսում տպագրվող գիտնականներ, Սկոպուսում ցիտվող եւ այլն մի քանի լեզու իմացող երիտասարդներ, որոնք նիկոլական են։ Բայց ուր մնաց։ Ու ես գիտեմ բազմաթիվ ազնիվ հողին կպած գյուղացիներ, մազոլներով ձեռքերով, որոնք ազգային են։ Եկան այդ կրթական էլիտիզմը, այս պարագայում էլիտարիզմը, այսպես ասած, ընդհանրապես չի աշխատում։ Վերցրեք նույն ենթադրենք ԱՄՆ-ի պարագայում։ Տրամպը պոպուլիստ է։ Իրան ընտրել է հասարակություն, որը ընդունված է համարել բարձր կրթական ցենզով, թեպետ գիտենք, որ ԱՄՆ-ում այդպես չէ, շերտավորումը շատ մեծ է։ Մեծ Բրիտանիայում այսօրվա Բայց այնտեղ կան ընտրիչներ։ Հասկանալի է, այդ մեխանիզմը դրված է որպես, այսպես ասած, զսպանակ, բայց ընտրիչները չեն կարող դեմ գնալ հանրային կարծիքի ճնշմանը, եթե այդ կարծիքը իրոք տեսանելի է։ Նրանք կարող են մի քիչ խաղեր տալ։ Փոխել վեկտոր նրան չեն կարող։ Եվրոպական բոլոր երկրներում դասական կուսակցությունները հիմա արձանագրում են, որ պարտվում են պոպուլիստներին։ Իսկ այնտեղ կրթական ցենզը բարձր է, մեզանից բարձր է։ Այսինքն իրական կրթությունը անիմաստ բան է։ Ոչ, կրթությունը անիմաստ բան չի, Նիկոլը պղծել է նաև այդ ոլորտը, երբ որ մտնում է դա այդտեղ իր քարոզչական, քարոզարշավային կրթությունը նորաձևել, լավ սովորիր, որ լավ ապրես։ Այդ լավ սովորիր, որ լավ ապրես բանաձևը իմն է։ Որպես կրթության նախարար ես դա մի քանի տարի, բայց ոչ այդ պրիմիտիվության մեջ, այսինքն կրթության ֆունկցիաները որոնք են, արի հերթով հիշենք, Գեորգ ջան։ Առաջինը, իհարկե աշխատաշուկային մատակարարել բարձր որակի կադրեր։ Տնտեսական ֆունկցիան է կրթության, անխուսափելի է դա։ Երկրորդը, բարձրացնել հասարակության ինքնագիտակցության մակարդակը, ապահովել մարդկության պրոգրեսը, որը անպայման չի տնտեսական է, անպայման չի ունի տնտեսական։ Երրորդը անձի ինքնազարգացումն է, այսինքն մարդ սովորում է Զակաև։ Ես բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ հիմա արաբերեն կամ ճապոներեն են սովորում, առանց որևէ հետին մտքի գնալու Տոկիո կամ Աբու Դաբի աշխատելու։ Ինքն մարդու ինքնազարգացման մեջ կրթական ֆունկցիան շատ մեծ է։ Հետևաբար Նիկոլը որ այտենց լավ սովորիր, որ լավ ապրես մեր տարիների քարոզչական կրթության քարոզչության մի մասը վերցրել է, նա ընդհանրապես տանում է դեպի ստամոքս, բայց կրթության ֆունկցիան միայն ստամոքսը չի։ Այո, ստամոքսն է, լցնել ստամոքսը, լցնել գլուխը, լցնել սիրտը, որտեղ կրթությունը մենակ մասնագիտական գիտելիքը չի։ Իմ այսօրվա իրականության մեջ իմ երեխաների օրինակով ասեմ որպես պրոբլեմ, վստահ եմ շատերի մոտ է, գեղարվեստական գրականություն գրեթե չեն կարդում։ Այո, կարդում են անգլերեն լեզվով ամենաթարմ հոդվածները, գրքերը եւ այլն, տենց պրադվինուտի են իրանք, բայց իրանք չեն կարդում, չեն լցնում կրթությամբ իրանց հոգու պաշարը, իրենց աշխարհը անցալելու ճիշտ գործիքակազմություն։ Նիկոլը տանում է լավ սովորիր, որ լավ ապրես, ստամոքսային թեզը, բայց կրթությունը մենակ ստամոքսի համար չէ։ Ես մոտ այսպես փոքրիկ ռեպլիկ անեմ պարոն Աշոտյան, բայց չեմ ուզում սրա վրա կենտրոնանք, որ չդառնա կրթության փիլիսոփայության մազին հավարտում։ Դուք սկսեցիք։ Բայց խնդիրներն օրինակ այդ կարդալու հետ կապված, որ տարիքային գրքեր Հայաստանում չկան։ Օրինակ, ասենք ադապտացված, ասենք հայ դասական հեղինակներ, որ ասենք նախատեսված է 10-ից 12 տարեկան երեխաների համար։
պարունակում է 500 նոր բառ, սովորում ես բառապաշարը, ես չգիտեմ ինչը արկածային եսի, ոչ մի նման հետազոտություն հաշվարկ։ Սովետից հետո չի եղել, Սովետի ժամանակ չի եղել։ Սովետի ժամանակ կային այն ժամանակ ադապտացիոն հայերենի պարագայում գուցե ճիշտ է, մշտապես պակաս եղել է, բայց անգլերեն, ռուսերեն ես այդպիսի գրքերով եմ սովորել։ Իսկ այդ կարդալը ինչ որ տարիք կա, որ չես կարդում, հետո արդեն կեղծ այդ կարդալը։ Համաձայն չեմ։ Բան ես ավելացնում։ Համաձայն չեմ։ Ցանկացած տարիքում պետք է կարդալ եւ չէ, ինչ որ տարիք կա, որտեղ կարդալը այլ ազդեցություն ունենում։ Տեսեք, փոքրիկ գաղտնիք բացեմ, բանտախցում ես որոշել էի ինչքան նստեմ, այդքան օրը մի բան ստեղծում կամ վերհիշեմ կամ անգիր սովորեմ։ Իհարկե ամեն օր չէ որ ստացվում էր, բայց օրինակ թարմացրել եմ ինձ համար Ախմատովա բլոգ ռուսերեն շարք ռուսերեն։ Իսկ հայերեն հայերեն իմ այնպես չի ձեր հյուրն եմ, իմ ամենասիրած բանաստեղծը Տերյանն է։ Ես այդ չէ, ես այդ սիմվոլիզմը 20-րդ դարի արծաթե դարի այսպես ասած սիմվոլիզմը, դեկադենսը այդ ուղղության բոլոր երկրներում Ռեմբոյից սկսած միջև բլոգ, Տերյան, այդ Մանդելշտամ, այդ ակմեիստներ, սիմվոլիստներ եւ այլն, դա իմ այսպես ասած թուլությունն է եղել։ Բանաշետեն, բայց դուք հիմա շարունակում եք բանաստեղծություններ գրել։ Ես հիշում եմ, որ մի ժամանակ ռուսերեն էիք բանաստեղծում։ Ես գրում եմ, այո, մինչև հիմա գրում եմ ինձ համար, ունեմ հրատարակված բանաստեղծությունների ժողովածու եւ ուզում եմ վերահրատարակել։ Բայց 20 թվականից հետո մոտիվները փոխվել են։ Միանշանակ եւ լեզուս է փոխվել, ավելի հաճախ հայերենին եմ անդրադառնում։ Այսինքն համ հայերեն բանաստեղծություն գրել, համ ռուսերեն, բայց դա իրական բացառիկ անգամ փորձել եմ ֆրանսերեն գրել, բայց դա տենց ներքին, ասած հավեսի համար, բայց դա կապ չունի։ Վերադառնալով կրթական հարցին, մեր հասարակության կրթական հարցին, ինձ թվում է այսօրվա քաղաքական, հասարակական խնդրի արմատները ապաթիա եւ այլն պետք է հոգեբանության մեջ փնտրել։ Մենք ազգովի տրավմա ենք տարել, մշտապես, մենք վնասված պատմության ընթացքում, այս 4.500 տարիների ընթացքում վնասվածքներ ստացած, տրավմաներ ստացած հասարակություն ենք, ժողովուրդ ենք։ Մշտապես այդ էթնիկ հոգեբանության խնդիրը կարծում եմ այդտեղ իրոք մասնագիտական հետազոտությունների կարիք կա, այդտեղ հարց կա, այդտեղ լուրջ հարց կա։ Եվ մեզ հետ պետք է աշխատել կամ մենք մեզ պետք է վերաբերվենք, կարծում եմ հայելու առաջ կանգնելով եւ գիտակցելով, որ մենք տրավմա ստացած հասարակություն են, 44 օրյա պատերազմը այդ տրավման թարմացրել է, այդ վերքերը, այդ սպիները նորից եղունգով քերել է պատմությունը, այդ նորից արյունահոսում է եւ թարախակալում է եւ մենք դա է պատճառը, որ մինչեւ հիմա շատերի մոտ այդ հոգեբանական տրավմայի, էթնիկ հոգեբանական տրավմայի հանգրվանը իրենց համար ներսում խխունջի մեջ են մտնում։ Մարդիկ մտնում են մարդը իր տնակի մեջ, իր խխունջի մեջ եւ հասարակության այս սոցհարցումները դա են ցույց տալիս, որ զգալի մասը պարզապես վախենում է առերեսվել իրականության հետ։ Բայց դա ինքնապաշտպանական բան է։ Միանշանակ եւ այդտեղ պետք է քաղաքական գործիչները հատկապես ընդդիմադիր դաշտի աշխատեն այդ հոգեբանական գործիքակազմը, որտեղ Նիկոլը աշխատում է, բայց ինքը հակառակ ուղղությամբ է աշխատում։ Վախ, ինքը ամեն ինչ անում է, որ դու մտնես քո խխունջի մեջ։ Բայց ձեր ասացի մեջ շատ մեծ ընդհանրություն կա։ Ինքն էլ իրենից պատասխանատվությունը բանանելու համար ասում է բոլորն են մեղավոր։ Դուք էլ եք ասում, որ իսկով բոլորը երբեք այդպեսի ձևակերպում, ասեք ով մեղավոր չի, յուրաքանչյուրը մեղավոր է։ Այդտեղ է տարբերությունը։ Նիկոլն ասում է բոլորն են մեղավոր։ Այդ նշանակում է սվաղես բոլորը, ով է այդ բոլորը։ Ով է այդ մասսան, չէ։ Պատասխանատվությունը ատոմար է։ Յուրաքանչյուր մարդու վրա է։ Յուրաքանչյուրն է մեղավոր, ոչ թե բոլորը։ Եվ սա, այո, կարևոր բանալի է։ Բացարձակ։ Եթե մենք խոսում ենք ոչ թե ընթացիկ քաղաքական անցուդարձի մասին, այլ փորձում ենք այս տաղավարում, այս անտուրաժնի տաղավարում ստանալ զրույց այն մասին, թե որտեղ է արմատը եւ ինչպես բուժել այդ արմատը,
ապա պետք է գիտակցել խնդրի խորքը։ Նիկոլ ասում է բոլորը, մենք ասում ենք յուրաքանչյուրը, որովհետև անգամ քրիստոնեական բարոյագիտության մեջ բոլորը չեն փրկվում, բայց յուրաքանչյուրը ունի փրկության հնարավորություն։ Բոլորը խաչել են Քրիստոսին, մասսան, տալպան, այսպես ասած, բայց յուրաքանչյուրը հետո կարողացել է դա գիտակցել եւ բերել իր սեփական կյանքը համապատասխան ոսկե ստանդարտի։ Նույնը մեզ մոտ է, հասարակության մեջ այդ ամենամեծ պրոբլեման է։ Այսինքն բոլորը դեմք չունի, յուրաքանչյուրը ունի։ Իհարկե, բոլորի մեջ դու կարող ես գցել պատասխանատվությունը կողքինի վրա։ Անկամ նման հոգեբանական տեստեր կա, չէ՞ որ չափում են, թե կոլեկտիվի քանի հոգանոց կոլեկտիվն է օպտիմալ։ Եթե կոլեկտիվները շատ մեծ են, առաջանում են բեզդելնիկների խումբ, որոնց հույսը այն է, որ կողքինը այդ գործը կանի։ Այդ մեր մոտ էլ է տենց, հա։ Ամեն նախարարությունում կային եւ այսօր էլ վստահաբար շատ ավելի վատ է վիճակը, կադրային քաղաքականությունը կատաստրոֆիկ է այս իշխանությունների։ Կային մարդիկ, ում վրա ամբողջ բաժինը նստած է, չէ։ 5 հոգանոց բաժինը 1-2-ն են գործանում, մնացածը այդ բանի տակ, այսպես ասած, շաբաթօրյակի տրամաբանության մեջ վերցնել այդ գերանը, գիտես որ դիմացին ու ծերինը տանում են, դու կարաս մեջտեղ ես պրոստը նկարվես։ Եվ այստեղ այո, Դա քանդվում է երկիր էլի։ Եթե շատ են այդ բեզդելնիկների, այդ պարազիտների, մակաբույսների քանակը, եթե շատ ավելի մեծ է, քան երկրի բեռը տանող կամ նախարարության բեռը տանող կամ այլ բեռեր տանող մարդկանց ունակությունը իրանց փոխարեն աշխատելու են, բայց դա անխուսափելի է։ Նորից կրկնեմ, կարծում եմ մենք Նիկոլը երկու բան է շարքում, այսինքն առաջինը վախեցնում է բոլորին, այդ վախի մթնոլորտը, որ ամեն մեկ իր խխունջից դուրս չգա, որ ասես վախենաս անգամ այդ քո այդ խխունջի տենց բաները, բեղիկները թանես, տենաս աշխարհում ինչ կա։ Եվ երկրորդը տանում է քաղաքականություն, դա պետական քարոզչություն է, կուշտ փորի կամ կուշտ փորի խոստման քաղաքականություն, որտեղ կուշտ փորել չկա, հաշվի առնելով սոցիալական ինչպիսի շերտավորումը խորացած է, հա, ինչ աստիճանի է խորացել շերտավորումը հաշվի առնելով աղքատության մեծ քանակը, գիտեք, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում 500,000 մարդ սոված է։ Այսինքն սոված ինչ է նշանակում, ստանում է ավելի քիչ սնունդ, քան իր իշխանության ժամանակ այդ մարդկանց թիվը ավելի քիչ էր։ Այո, ինչքան դա վիճակագրությունն է։ Ես թվերը չեմ հիշում, բայց ծայրահեղ աղքատները վերացել էին կամ գրեթե վերացել, ծայրահեղ աղքատությունը, իսկ աղքատության ցուցանիշը նվազեցել է։ Խաբելու բան չի, դա կարելի է պարզապես բացել։ Ես մեր վիճակագրությանը չեն հավատում, Համաշխարհային բանկի կամ IMF-ի այդ տարիների վիճակագրությունը բացել եւ տեսնել։ Ես հեռու եմ այն մտքից, որ պետք է Նիկոլին կամ այսօրվա Ինչու սոցիալական բունտ չի լինում պարոնաշություն։ Եթե 500,000 մարդ սկսել է սոված քնել, ինչու սոցիալական 500,000 մարդու թիվը, նորից ասեմ, դա պաշտոնական թիվ է, եթե չեմ սխալվում, ամեն շաբաթ չափում կարող եք հաղումները, եթե ուզում եք, այդ կգտնեմ ձեզ կտամ։ Սոցիալական բունտերը սոված բունտերի դեռ չենք հասել, արի այսպես խոսենք, հա, այսինքն այդ շատ խորացած խնդիր պետք է լինի։ Պլյուս Նիկոլ Փաշինյանի վարչարարության մեջ հստակ ավտորիտարիզմ կա եւ այդ վախի մթնոլորտ պլյուս կենտրոնից կախված, ասում որ մարդը պետք է նայես իր բերնի մեջ, ինքը այդպիսի քաղաքականություն է տանում։ Եթե քաղաքներում խոշոր Երևանում մարզային քաղաքներում դա այդքան չի երևում, դե ուրբանիստական մշակույթը թույլ է տալիս եւ այլ ընտրանքային աղբյուրներ որոնել եւ ազատություն ունենալ եւ դեր ասած կրթական ցենզն բարձր, ապա ցավոք սրտի գյուղական բնակչության պարագայում, որտեղ հանրությունները ավելի փոքրիկ են, այդ միկրոմիջավայրերը գյուղապետի շուրջ ձևավորված պետությունից կախվածությունը շատ ավելի մեծ է։ Թեպետ եթե նայում եք երկրի մասշտաբով, դուք կարող եք տեսնել թե ով է շահում տենդերները, օրինակ, հա, ինչպես է իջել մրցակցությունը, այդ ես չեմ ասում։ Օրինակ, Heritage Foundation, դա ժառանգություն, Ռաֆի Հովհաննիսյանի հետ կապ չունի, հիմնադրամն է, Heritage Foundation, որը զբաղվում է աշխարհում տնտեսական ազատությունների վերլուծությամբ։ Նա ամեն տարի
տպում է զեկույցներ։ Եվ երկրորդ նախագահի ժամանակ սա էլ արձանագրեմ, եւ երրորդ նախագահի ժամանակ հատկապես Հայաստանի տնտեսական ազատությունների ցուցանիշը համաշխարհային մասշտաբով top էր։ Մենք համարում ենք տոտալ ազատ երկիր։ Այդ նորից եմ ասում, հղումներով կարող եմ տալ, դա քարոզչություն չի, դա փաստ է։ Հիմա վերջի զեկույցը, որ նայել եմ, Հայաստանը դադարել է լինել լիարժեք ազատ երկիր տնտեսական առումով հերիք չի, Heritage Foundation-ը արձանագրել է նաև բազմաթիվ քաղաքական, տնտեսական, քաղաքացիական իրավունքների ոտնահարման եւ սահմանափակման լրացուցիչ դեպքեր եւ տվյալների վատ քարացում։ Գնումների գործընթացում Նաև գնումների պատճառով, այո։ Այսինքն Հայաստանը բայց հնարավոր է, եկեք անկեղծ խոսանք, էլի բանջան, հնարավոր է Հայաստանը գնումների բան, process, որտեղ ասենք իշխանությունը իրան վերդասի կամ չգիտեմ ինչ, եւ չխառնվի փող աշխատելու process-ը։ Ես միջև էտել եմ անկեղծ խոսել, հիմա էլ եմ անկեղծ։ Հնարավոր է պատկերացնել այդպեսի բան։ Հնարավոր է պատկերացնել այնպեսի միջավայր, որտեղ անխուսափելի հովանավորչությունը չի խաղում ճակատագրական դեր երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հովանավորությունը ձեր իշխանության ժամանակ բոլոր, այո, բոլոր եւ անգամ այսօր էլ կա եվրոպական բայց նորմալ չի, որ ուրեմն հիմա էլ պետք է լինի։ Նորմալ չի, որ դրա դեմ չեմ պայքարում, նորմալ չի, որ դա դառել է կուլտ, նորմալ չի, որ դրա քանակը այլևս, դառնում է գերիշխող եւ մթնոլորտ թելադրող։ Օրինակ ես մեկ օրինակ բերեմ ձեր ոլորտից։ Ես գրականություն ինստիտուտի գիտքարտուղարն էի։ Գրականություն ինստիտուտի տնօրեն էր ընտրվել Ավիկ Իսահակյանը, նախորդ տնօրենը հեռացել էր 65 տարեկան լրանալու պատճառով, Ավիկը ընտրվել էր 64 տարեկանում։ Եվ ինչ որ մարդիկ Զորի Բալայանը եւ էլի մի քանի հոգի իրան խոստացել են, որ մարդը մենք էս մի տարի կավելացնենք։ Եվ իրոք ինքը ասենք այդ օրենքի խախտումով միջև 60 քանի տարեկանը մնաց գրականության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգից ես պատասխանատվություն չեմ խուսափում, բայց ֆիքսենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան եւ մեր ժամանակ եւ հետո Կրթության գիտության նախարարության հիմա չգիտեմ ոնց են օրենքը փոխել, համակարգից դուրս է վարչարարության։ Բայց օրենքը ընդհանուր չի։ Օրենքը ընդհանուր է, բայց դա մենակ այդ դեպքում չէ, օրենքը թույլ էր տալիս ընդդեմ կետ կար, եթե հիշում եմ, լազեիկա կար, այսպես ասած, որ կարելի էր +1 տարի ձգել, այո։ Բայց ավելի շատ է ձգվել։ Այդ չգիտեմ, իմ պատասխանատվության տիրույթում, կար այն ժամանակ էլ, հիմա էլ կա, հիմա շատ է։ Մեկ, երկրորդը, այն ժամանակ ինչ վատ բան եղել է, իրանք խոստացել են վերացնել։ Եթե պետք է նույնը մնար, 18-ին խեն զավթել իշխանությունը։ Սա խոսեն դրա համար չեն։ Մեզ վերագրվող տեղին, անտեղին սուրբեր չենք, մենք հայ ենք։ Նախորդ իշխանությունը սուրբ չէր, բայց հայ իշխանություն էր։ Հայի եւ հայերի իշխանություն էր։ Բոլոր խնդիրները շահարկելով, 1-ին 10 դարձնելով, Սաշիկի 50-50-ից միջև տեսախցիկները հայտնի ստեր եւ այլն։ Մարդիկ եկան իշխանության խոստանալով փոխել բարքերը։ Ոչ մենք չեն փոխել բարքերը։ Չեն ապացուցել, որ այդ բարքերը այդքան վատն էին, մեկ, այդքան շատ էին։ Երկրորդը, այդ վատ բաներն էլ ինչ եղել է, դարձրել են կուլտ։ Ես չեմ ասում մենք բացարձակ կառավարիչներ են կամ բոլորը հրեշտակ, չկա տենց բան։ Ոչ մի իշխանություն հրեշտակներից կազմված չէ։ Անգամ կներեք տեոկրատական պետություններում հրեշտակներ չկան։ Դա անկախ կրոնից։ Հիմա նայեք, մեր երկիրը գտնվում է շատ ծանր իրավիճակում, անհուսության մեջ, չգիտեմ, ինչքան մտածող մարդիկ կա, չգիտեմ, ինչ որ դեպրեսիաներ են եւ այլն։ Ինչ որ խումբ մարդիկ կան, որոնք հեռանկար են տեսնում, իրանց անձնական պաշտոն են ստացել եւ այլն, ձայն չեն անում կամ ոգևորված ու կեղծ նոտայով ինչ որ բաներ են գովերքում, բայց մեծ հաշվով այս աղետալի վիճակը իրոք, ասենք, շատ մարդու պատասխանատվության տակ է, բայց չկան զղջման խոսքեր։ Ոչ ոք չի խոսում, որ ասենք ես օրինակ այս բանը սխալ եմ արել, կամ այս բանը ես չպիտի անեի։ Օրինակ եթե դուք ինձ հարցնեք, ես անկեղծ կասեմ, ասենք ես որպես խմբագիր ինչն եմ սխալ արել։
կասեմ օրինակ այս բանը չափ անցա Ես կամ 7 տարի բայց ոչ ոք չէ, լավ, ձեր օրինակը չէ, ընդհանրապես եմ ասում։ Օրինակ չգիտեմ, նախագահներ կան, նախարարներ կան այլ ձեզնից բացի։ Մենք խոսացողը դուք եք, բայց օրինակ ուրիշ բան, որ ասենք մարդը մեղավորություն ունի եւ ասի, որ օրինակ այս նշանակում ես չպիտի անեի, կամ այս քաղաքականությունը, որտեղ ի վերջո քաղաքական ուժը դա անում է, բայց գիտեք, ես չեմ հասկանում, առաջինը, ես համաձայն եմ, որ փրկության ճանապարհը իրականում, քանի որ այս ճգնաժամը քաղաքական չի, անհաշտեն կներեք, էլի ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բոլորը սուտ են։ Ես հասկացա ինչ եք ասում։ Ու Նիկոլն էլ է դրա մեջ այդ նույն բանը ասում։ Ու չի տարբերվում մնացածից։ Այդ վատա որ չեք տարբերում, ինչևէ, բայց առաջինը։ Ես այս ճգնաժամը քաղաքական չի, ֆիքսում ենք։ Եթե այս ճգնաժամը քաղաքական լիներ, ապա քաղաքական գործիքակազմով այն հնարավոր էր հանգուցալուծել։ Հանգուցալուծվեց, չէ։ Ես համաձայն եմ։ Ընտրություններով հնարավոր է հանգուցալուծել։ Ոչ, որովհետև ընտրությունները քաղաքական գործիք են եւ հանգուցալուծում են քաղաքական ճգնաժամեր։ Այս ճգնաժամը քաղաքակրթական է, ցիվիլիզացիոնի կրիզիս է, բարոյա հոգեբանական է, բայց քաղաքական չի։ Քաղաքականությունը ընդամենը մի հարթակ է, որտեղ այդ ճգնաժամը, որտեղ այդ վիրուսը խփում է, որ գրիպ էս կպնում, համ քթեր ոնց որ ես այսօր, համ քթերը տալացում, համ թոքերդ կարող է բորբոքել, համ ջերմուծես կան, միտեղ չի խփում։ Ճգնաժամը դրսևորումներից մեկն է քաղաքական։ Եվ դրա լուծման, այո, դա իմ թեզն է, ես խորապես հավատացած եմ, որ բարոյագիտական ճգնաժամից դուրս կարելի է գալ միայն կատարսիսով։ Միայն զատվելով նախկինից, զատվելով նախկին գործած սխալներից։ Բայց քաղաքակրթականը քրիստոնեական է, չի պարոն Աշոտյան։ Դուք քաղաքակրթական ուրիշ բան է։ Ես համաձայն եմ դες այդ քաղաքակրթականը, բայց այն ազգերի համար եւ հատկապես հայերիս համար, որտեղ բարոյագիտության, քաղաքակրթության տարրերը խարսխված են, ստեղծված են քրիստոնեական բարոյագիտության վրա, դա նույնական չի, բայց դա տարանջատելի էլ չի։ Հետևաբար անգամ մոռանանք քրիստոնեությունը։ Կատարսիսը, այսպես կոչված, հին հունական փիլիսոփաների կողմից առաջ քաշված գաղափարը, որ քրիստոնեություն չկար մեր թվարկությունից առաջ։ Այդ զատումը անցյալից, խոստովանելով անցյալի սխալները, դա յուրաքանչյուրի համար նախատեսված գործիք է։ Չի կարա ինչ-որ մեկը sense նստի մեր երկրում, թեկուզ հազարներ, ու ասեն, հələ մի հատ թող Աշոտյանը ներողություն խնդրի, կամ Սերժ Սարգսյանը թող ներողություն խնդրի, կամ Պողոսը, բարև ձեզ։ Ես իմ կուսակցությունը, իմ ղեկավարը, դա անում ենք, արել ենք, եւ քաղաքական հարթակներում, եւ տեղեկատվական հարթակներում, էլ ինչ անենք։ Այդ ով է այդ մեզանից այդ պահանջողը։ Ես ուզում եմ ազգովի կարող ենք մտնել դրա տակ։ Պարոն Աշոտյան, ընդհանուր ներողությունը, որ դուք այդ սկսեցինք խոսակցությունը բոլորից եւ յուրաքանչյուրից, չէ՞, որ ասենք ինչ որ ընդհանուր բանը, որ ասենք դե կներեք ընդհանուրի համար, ավել պակաս մեզ կներեք։ Դες տալիս եմ պատմական շանս հիմա։ Նու պատմական նկատի ունեմ բան որպես նախադեպ։ Ես կուրսան նախարար եմ եղել, դու համակարգի աշխատող։ Ասա 3 բան ասես, որ ես քաղաքականության իմաստով կրթության սխալ եմ արել։ Ասա լիքը բան սխալ արել եմ, ասա 3 բան, որ ասես սխալ եմ արել, ես ասեմ, սխալ եմ արել, թե չէ։ Օրինակ, բայց 3 չի, քանի որ քիչ ժամանակ ունենք, արի մի բան ասա, որ չսևեռվենք այս թեմայով։ Ասեմ, օրինակ ինձ համար ամենամեծ մեղավորությունն է, դուք ասում եք մենք հայ ենք, մենք մեր իշխանությունը հայկականներ եւ այլն, դուք հայագիտական դասագրքեր չեք ստեղծել։ Օրինակ համասանում հայոց պատմության, հայոց լեզվի, հայ գրականության դասագրքեր տալիս եք, իսկ տեղյակ եք ինչ ա չի եղել։ Չկա, հայոց լեզվի, հայ գրականության բաներ չկան, ավելին, ես կարող եմ ասեմ, որ ինչ որ մարդիկ մենաշնորհել են հայոց լեզուն, ու մենակ իրանք իրավունք ունեն հայոց լեզվի բանանեն եւ օրինակ բաներ կան, որոնք որ ճիշտն ասեմ, պարոն Աշոտյան, եթե Բաքվում եք ասի, ես շատ կոպիտ կարձագանք եմ, բայց դա քանի որ ասում են Երևանում, ես չգիտեմ ոնց արձագանք։ Օրինակ ասենք ասում են, որ միջին հայերեն գոյություն չունի։ Դուք ինձ տանում եք մասնագիտական տիրույթ։ Չէ։ Ես ասում եմ դասագիր ես ասեմ որպես կառավարիչ նախկին, որտեղ նախարարը քաղաքականից ասեմ քաղաքական պաշտոնը քաղաքական խոսակցություն ստացվեց։ Նախարարը քաղաքական պաշտոնի է եւ կառավարիչ չէ։
ոչ թե լավագույն մասնագետն է այդ ոլորտի։ Ես կարող եմ ձեզ ասել, որ համաձայն չեմ նման կատեգորիկ ձևակերպումների հետ, եւ հայագիտության վրա մեր տարիներին հատկացումները եւ գիտության եւ կրթության ոլորտներում ավելացել էին։ Հատկացումը Եվ ասպիրանտուրաների եւ մագիստրատուրաների եւ պետպատվերի ամեն ինչ։ Փողը ավելացել է, բայց ոչ արդյունքը։ Տեղերը, արդյունքը։ Դրսում կներեք, մեր ժամանակ իմ նախարարած ժամանակ էսպես ասեմ, մենք մենակ մի 6-7 նոր հայագիտական կենտրոններ ենք բացել դրսում։ Այս հիմա ինչ տեսնում եք։ Այդ բոլոր նախորդ իշխան Զալցբուրգ, գերմանական բուհեր, իտալական, սա մեր օրոք հայ։ Բուխարեստի համալսարան, հիմա որ էլի հիշեմ, գալու Վենետիկում, Հալե Վիտենբերգ համալսարան, ես չեմ ասում հայագիտական դասագիր, հայագիտական դասագիր չկա, բուհական հայագիտական դասագիր չկա։ Այդ չգիտեմ, այդ մասնագիտական հարց է։ Եթե ալմա մատերը եւ ԵՊՀ-ն է սպարագայում, հա։ Դուք պիտի պահանջեք, չէ՞։ Պահանջեք, բա ուրա։ Դու ինչ ես դեկան, դու ինչ ես անբնորոշ, դու ինչ ես տեսեք։ Լինելով ժամանակակից երիտասարդ կներեք էս լա, դուք նաև սովետական գործիքակազմ եք ուզում լինի։ Եթե մենք խոսում ենք ակադեմիական ազատությունների մասին, ես գրականության ինստիտուտ եմ օրինակ բերեմ։ Օրինակ թղթերով այնտեղ պետքա լիներ հատորյակներ, ուսումնասիրություններ, որ մի հանձնված լինեին, ասենք 2001 թվականին։ Բայց դրանք ոչ թե հանձնված չէին, այդտեղ մի տող էլ գրված չէր։ Ես բժշկական համալսարանի ասպիրանտ էի։ Չէ, պարոն Աշոտյան, դա չեմ ասում։ Ասում եմ, որ պետությունը պիտի վերահսկողություն անի։ Միանշանակ։ Այսինքն, եթե դու փող ես տալի ինչ-որ մեկին, որ պատդ գաճ գսի, եւ ինքը չի գսում, դու պիտի ասես ուր է իմ պատի գաճը։ Պետությունը պետք է իրականացնի իր գերակայությունների։ Հիմա դա չի արվել։ Արվել է։ Չի արվել։ Ես կարող եմ։ Պարոն Աշոտյան։ Շատ ուղիղ խոսակցություն պատմեմ Լուսահոգի Ռադիկ Մարտիրոսյանի հետ։ Շատ ուղիղ։ Անցել է արդեն 10 տարի։ Հողախաբար, ինպես չի մեղավ, բան չկա իր թեմայով։ Ես շատ վատ էի տանում որոշ պատմաբանների եւ պատմագիտական շրջանակների քաղաքականությունը, որոնք ամեն ձև փորձում էին ապացուցել, որ Ուռարտուն հայկական չի։ Ուռարտույց հրաժարվելու մասնագիտական քողի տակ այդ իմ համար դա հասկանալի չէր եւ ես մի օր Ռադիկ Մարտիրոսյանի հետ ունեցա հետեւյալ զրույցը, որ իհարկե ես հարգում եմ գիտական ակադեմիական ազատությունները, որ որևէ իշխանություն ժողովրդավարական իրավունք չունի սահմանափակելու կամ ուղղորդելու գիտական միտքը, այդքանով հանդերձ ես որպես պետության ներկայացուցիչ հրաժարվում եմ ֆինանսավորել գիտության գծով այնպիսի ծրագրեր, որոնք տալիս են արդյունք, որը պետական շահերին հակառակ է, կամ արդյունք էլ չի, կամ տանում են արդյունքի, հետո տալիս են արդյունքը, եւ ասացի, որ այլևս գիտպետկոմը իմ հանձնարարությունը ստանալու է սահմանի պատմագիտության մեջ նպատակային գերակայություններ եւ մենակ սրա համար է փող տալու։ Պետությունը սրա համար է տալու։ Ով ուզում է իր խաղերը տա տարբեր լոբիստների եւ սահմանվեցին, այո, սահմանվեցին եւ ես կարող եմ ձեզ ասել, որ դրանից հետո մի 2 տարի ինչքան ես մնացել էի նախարարի պաշտոնում, մենք պետական պատվերով գիտություն չէինք ֆինանսավորում այդ ուղղություններով, որոնք որ պետության նպատակներին հակառակ էին։ Գիտականին չենք սահմանում, ասեք, որ այդ գիտպետկոմի արդյունքում տպագրվել է հետազոտության, կրթության, գիտության նախարարության ֆինանսավորմամբ։ Մարդու պետք է ասեմ Լուսահոգի։ Ասեք։ Պարոն Սիմոնյան, Արամ Սիմոնյան։ Դե նորից ինձ զինաթափում եք։ Ես չեմ զինաթափում, ես այդ Լեռնահայաստանի մասին այդ մի հատորյակը։ Եվ այդ մեկը, եւ կներեք ԵՊՀ-ն պարոն Սիմոնյանի ժամանակ հայագիտության կենտրոն էր հիմնել, ֆինանսավորում էր ստանում, գրքեր էր տպագրում, ես չեմ կարող ձեզ բացի այդ Լեռնահայաստանը հիշում եմ, դուք էլ դա հիշեցիք, բայց այդտեղ շատ հետազոտություններ կային։ Եվ արի պարոն Սիմոնյանի, Արամ Սիմոնյանի հետ կապված նաև ջերմությամբ այլ դա հիշենք, որովհետև ոչ միայն այն պատճառով, որ այսօրվա ԵՊՀ-ն խայտարակություն է, կներես բառը, ցույցներ են բոլոր։ ԵՊՀ-ի մթնոլորտը, ԵՊՀ-ի փաստը, անգամ սովետի ժամանակ ԵՊՀ-ն դիսիդենտության, ազատ մտքի, ազատ մտավորականության վայր էր։ Բոլոր նախագաները
Սպանավային մտնում ԵՊՀ։ Լավ, պարոնաշություն։ Ես քեզ բան եմ ասում։ Պարոնաշություն։ Ես քեզ բան եմ ասում։ Այդ հանդիպումներին հնարավոր չէր մտնել։ Հնարավոր չէր մտնել։ Հնարավոր չէ։ Եղել է հանդիպում։ Մի երկու հանդիպում ես որպես ակտիվ ուսանող։ Հոլ հարցերով տալիս էին, բան, եսի ինչ այն ժամացույցեր մեկը խնդրում իրանից, մյուսը չգիտեմ չի։ Դա կապ չունենք այդ ժամացույցին։ Բայց այդ լրիվ սցենարներ էին։ Չէ։ Կարող է իմ մեջ ես ուսանող եմ եղել, ասել են նախագահան գալիս է։ Հնարավոր չէր տրմոլ։ Ես եղել եմ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպմանը ԵՊՀ-ում եւ ասենք եղել եւ ինքը ոսենց եկավ համապատրաստից ասես դահլիճը որտեղ է, մենք ամոչեցին գնացինք իր հետ հանդիպան։ Իրեն հարց տվեցինք, ասես բանակը լավ է, ձու են արդեն տալիբան։ Իմ մանկության ընկերը հարցեց իսկ բան թարխում տալիս եք ձվի հետ, բան ասեց ինքն էլ խնդաց, բոլորը խնդացին եւ ազատ մալտնոլորտ էր, բայց հետո մշտապես եղել են կան եւ կլինեն։ Դա PR չի եղել, պարոնաշություն։ Եղել են։ Բոլոր նախագահների մոտ արիտ շփանանք Պուտինը, Տրամպը, Պողոսը, Պետրոսը, Մակրոնը, որ գնում են նման տեղեր կա, չէ, բայց կա բոլոր տեղերում կարելի է հարցել։ Ես կարծում եմ, որ ամերիկյան համասարում ամեն ինչ դրված է բնականաբար կանխատեսելիության, դա բնական է։ Ես ուրիշ բան էի պատմում։ Օրինակ ես նորը Սերժ Սարգսյանին, իմ ավակ ընկերոջ ղեկավարից հիշեցրեցի մի բան, որ ինքը չէր հիշում։ Կամերային թատրոնում, շենքում հանդիպում էր Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ուսանողական ակտիվի։ Եվ ես որպես ուսանողական ակտիվիստ հրավիրված էի այդ հանդիպմանը, ինձ ոչ մեկ գրավոր հարց չի տվել։ Եվ ես իրան այն ժամանակ սուր հարց տվեցի, որ անգամ հետո կազմակերպիչները կան ասեն, խես այդ հարցը։ Ինչ եք հարցել բանաշտ։ Հարցրեցի, որ թերագնահատում եք երիտասարդության եւ ուսանողության դերը, այդ գիտես որ տարիներ Հարավային Կորեայում ուսանողները բունտ էին արել, ասի չեք վախենում, որ մենք ուսանողությունը պետության կողմից չստանալով տարբեր խնդիրների լուծում, այդ երևի 2000 թիվները։ Այդ գիտես 90-ականների այդ այնց երևի Հարավային Կորեայում հենց նոր էր եղել այդ ուսանողական ցույցերը, բան եւ ես բերելով զուգահեռ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին այդ հարցը տվեցի, նաեւ հարց տվեցի, ասացի դուք շատ քաղաքական մեծ կենսունակություն ունեք, որ տարբեր խնդիրներով եւ արդյոք համաձայն եք այն գնահատականների հետ մամուլը այդ ժամանակ նախագահային վերլուծում էր Տալերանի բանի մեջ, այդ ճկունության դիվանագիտական։ Այո, ասի համաձայն եք այդ ձևակերպանը, դա հաճ հարց է, որովհետեւ Տալերանը միանշանակ բան չի, երկրի համար, իր երկրի համար, այո, ինքը կայունության բալանսը պահելու ինստիտուցիոնալ հիշողության իր երկրի շահը մշտապես առաջ տանելու մարդ է եղել, բայց տարբեր քաղաքական վայրիվերումների մեջ ինքը տարբեր դիրքավորումների շնորհիվ է դա արել։ Եվ այս խեմ է ամբողջը պատմում, որպեսզի դու տեսնես կարողացել եք հարցնել։ Այո, չգրված է։ Մենք հետո դա ձեր ասած իմ ասած է չի երկում։ Այդ իմ ասածը սկսել է 2003 թվականի, 2-3 թվականի։ Ես աննորմալ չեմ համարում, երբ որ պետության ղեկավարը գնում է որևէ հանդիպման եւ այդ հանդիպումը ունի որոշակի կաստյակ, որոշակի սկիլ է, կմախք, այսինքն միջոցառման կմախքը, սցենար պետք է լինի։ Ես չգիտեմ դա ով է պահանջել, կարող է դեկանը այսպես ասած, դա կարա գերազանցել է իր բանը, բայց ամեն դեպքում դա մենք ձեր ԵՊՀ-ում ձեր չեմ մեր, ես մշտապես լինելով բժշկական համալսարանի շրջանավարտության նախարար մշտապես իմ հարգանքը եւ իմ պատկառանքը ԵՊՀ-ի հանդեպ արտահայտել եմ եւ արդեն մեր զրույցում հիշատակված Ռադիկ Մարտիրոսյանի Արամ Հրաչկևիչի նկատմամբ եւ իրենց ներկայությամբ, բայց նաեւ ձեր բուհի դա պրոֆեսորը դասախոսական ինձ շատ դժվար էր լինել կրթության նախարար չլինելով ԵՊՀ շրջանավարտ։ ԵՊՀ-ն դարբնոցն է, ԵՊՀ-ն լոկոմոտիվն է, ԵՊՀ-ն Հայաստանի գիտական արտադրանքի դա փուչիկ չէր։ Բարձրացը փուչիկը։ Չէ, օրգանիզմը իրավունք ունի հիվանդանալու, բայց պարտավոր է բուժվել։ Երբ որ օրգանիզմը առողջ է, հետո մի օր հիվանդանում է, չես կարող այդ հիվանդության պատճառով ասես, որ այն վախտել էր դու հիվանդ։ Չէ, վախտ ինքը քիչ թե շատ առողջ էր։ ԵՊՀ-ն տալիս էր Հայաստանի գիտական արտադրանքի գիտական միջազգային 25% միայն մի ԵՊՀ-ն 25% ամբողջ երկրի գիտական արտադրության նկատի ունեմ մենագրություններ, գրքեր, դրսում եւ ներսում ցիտվող, այսպես ասած, հոդվածներով, վարկանիշավորված հոդվածներում հոդվածներ եւ այլն։
ԵՊՀ-ն տալիս էր մի քիչ ավելի քիչ, քան ամբողջ գիտությունների ազգային ակադեմիան միասին վերցրած իր բոլոր ինստիտուտներով։ Այո, եւ մենք հիմա ֆռում ենք ԵՊՀ-ի շուրջ ինչի համար, դուք թեման կրթության գիտության ոլորտ տարաք, նաեւ այն պատճառով, որ ԵՊՀ-ն հայլի, պայքարի հայլի, ազատամտության հայլի։ Ես ցավում եմ այսօրվա իրավիճակի համար։ Ես տեսնում եմ մարդկանց, որոնք նույն ձևի փորձում էին հաճոյանալ ինձ կամ նախագահային առավել եւս ձոնում էին տարբեր բանաստեղծություններ, հասկացաք ում մասին խոսքը, առաջնորդվելով ով էշ իրանք փալան, էլի, այսպես ասած։ Պարոն Աշոտյան, բայց մեծ ինստիտուցիոնալ բան հարցնում։ Ձեր ժամանակ շարունակվեց դա, իհարկե ձեր ժամանակ չի սկսվել, որ կան միջպետական պայմանագրերով բացված բուհեր եւ կան հանրային բուհեր, որոնք ենթարկվում են պետությանը։ Եվ կրթության նախարարությունը հրամանա բանանում, չգիտեմ, օրենսդրական ակտա եւ այլն, նախարարի հրամանը եւ այլն հրամանագիր, դա վերաբերում է հանրային բուհերին, իսկ այդ միջպետականները դուրս են մնում բանից։ Օրինակ, ասենք, ընդունելության քննություններ։ Բոլորը պետք է այս քննությունները հանձնեն կամ այս ժամանակում հանձնեն, նրանք կարող են ավելի շուտ հանձնել եւ բանը։ Ու դրա արդյունքում, ասենք, այլ ամերիկյան համալսարանը, ֆրանսիական համալսարանը, սլավոնական համալսարանը եւ այլն ունենում են առավելություն եւ հաղթում են իրենց բյուջեներով, այս բաներով եւ այլն Երևանի հայկական համալսարանին։ Հիմա դուք ասում եք, մենք հայկական իշխանություն ենք, բայց ձեր ժամանակ այլ այս ֆրանսիական համալսարանը, չգիտեմ, ամերիկյան համալսարանը, սլավոնականը, բոլորի անունները տա, որ ոչ մեկ չնեղանա, իրենք առավելություն ունեն հայկական համալսարանի նկատմամբ։ Ու հիմա այս իշխանությունը եկել ասում, եկեք փակենք այս հայկական համալսարանը։ Կներեք, շտկում անեմ։ Այդ ֆրանսիականը, սլավոնականը, ամերիկյանը էլի հայկական համալսարաններ են։ Նրանք աշխատում են, կներեք։ Նրանք աշխատում են Հայաստանում, Հայաստանի համար եւ Հայաստանի կրթական, գիտական, հետազոտական ոլորտներում բերում են լավագույն ավանդույթները։ Այդ հին խնդրեմը մշտապես ռեկտորների խորհրդի նիստում այդ թեման քննարկվում էր, այո, պետական բուհեր այսպես կոչված, որովհետև իրականում մեր քաղաքականությունը այնպիսին էր, որ այդ ակադեմիական ազատությունների եւ ինստիտուցիոնալ ինքնավարության մակարդակը, որը իդեպ համանadrությամբ ֆիքսված է նաեւ, մենք մաքսիմալ ընդլայնել ենք այդ։ Մեր օրոք ա եղել, որ համալսարանները սկսեցին դառնալ հիմնադրամներ պոակներից հետո, պոակից։ Կազմակերպչայի իրավական ձևի փոփոխություն չէր, դա այդպես էլ համալսարանը գրավեցին։ Դա ինչ ասել, հիմնադրամի շարժ է։ Մենք նորից խոսեցինք։ Որտեղ հիմնադրամների օրենքով այդտեղ կետք մասին էս էլ ֆիքսենք։ Արամ Սիմոնյանը այս ռեժիմի զոհ գնաց։ Եվ մնացած ամեն ինչի պարագայում մեր քաղաքականությունը հավասար դաշտեր, հավասար պայմաններ ստեղծելու քաղաքականությունն է։ Ինչ վերաբերում է ամերիկյանին, սլավոնականին եւ ֆրանսիականին, ապա այդտեղ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը կոպիտ անջում, բայց փայատեր չեմ ասել, լավ համահիմնադիր էր։ Դրանք միջ կառավարական պայմանագրերով ստեղծված բուհեր էին։ Ոչ ամերիկյանը, ամերիկյանի կազմակերպայի իրավական հիմքերի 90-ականների սկզբից այլ կերպ են դրվել, բայց ռուս հայկականը եւ ֆրանսիականը այդպիսին էին։ Եվ ես այդտեղ որոշակի խնդիրներ տեսնում էի, հիմա չգիտեմ ոնց է վիճակը, բայց մենք նաև օգնում ենք մեր պետական բուհերին։ Պետ պատվեր, մենք իրանց չէինք տալի ֆրանսիականին եւ սլավոնականին, շատ քիչ էինք տալի պետ պատվեր։ Պետական աջակցությունը գնում էր հայաստանյան բուհերին։ Սլավոնականը միշտ էլ ունեցել է անվճար տեղեր։ Ունեցել է, բայց որ համեմատում ենք ավելի հեշտ են ընդունվել, քան ԵՊՀ-ն։ ԵՊՀ-ի հետ որ համեմատում ես ԵՊՀ-ն 1000 քանի տեղ ուներ, սլավոնականը 100 քանի, այդ այլ չես տա խոսանք, այդպես չի։ Ես ասած թվեր չեմ հաշվել, բայց կասում եմ, որ անվճար տեղեր կարգերն եմ ասում։ Բայց հիմա տեսեք վերադառնանք վերջին հարցին, ես դրանից ցույց ինչ որ մենք գիտակրթական զրույց ստացանք։ Այո, ես եզրափակիչ ուրիշ հարցաշար էի գրել ձեզ տալու, բայց ուրիշ հարցերով գնացել զրույցը, որտեվ այդ կրթության ոլորտը ինձ համար շատ հետաքրքիր է։ Ես ճիշտ ասած ուզում եմ վերջին հարցը քաղաքականություն վերադառնանք, որտեվ ինձ համար իրոք սա շատ հետաքրքիր հարց է։ Պարոն Աշոտյան, երբ որ թեկուզ փողոցի մակարդակով, չգիտեմ, բան, ավելի լուրջ մակարդակներում, երբ տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, մենք ունենք մեր ժողովրդական խոսք՝ երես-բերես անել։ Այսինքն երկու տարբեր բաներ ասողներին բերում նստացնում են սեղանի շուրջ, ասում են՝ «Մի հատ էլ դու ասա, մի հատ էլ դու ասա»։
Հիմա այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը կարող վիրավորվեք այս հարցից իհարկե պարոն Աշոտյան, խնդրում եմ չվիրավորվեք։ Հրավիրում է բանավեճի նախագահներին, իրենք ասում են, չէ, մենք քո հետ խոսալու բան չունենք։ Հիմա կարող կարճ խոսալու բան լինի, ասենք, չգիտեմ, այ եսիմ ինչ, մենք բայց այդ պահը, որ ասենք իրանք դեմ դիմաց չեն կանգնում, ինչու չեն կանգնում։ Ու դուք էլ ասում եք, որ ես գամ քո այդ բանավիճակը։ Շատ բարձ ասեմ, ոչ, դա խափելու բան չկա։ Նիկոլը ով է, որ Լևոնը, Ռոբերտը կամ Սերժը գնան իր հետ կանգնեն միտեղ։ Հայաստանի ղեկավարն է։ Այո, դա երեսով ենք տալիս այդ փաստը բոլորս բոլորին։ Բայց դա բավական չի հայտնվելու միտեղ։ Հայաստանի ղեկավար կոչված մարդը այդ պաշտոնին կարճած անձնավորությունը դեռ չունի բարոյական կամ քաղաքական իրավունք ակնկալելու, որ իր հետ կգան ձեր թվարկած մարդիկ բանավեճի։ Խնդիրը ինչի որ իրանք ասելիք չունեն։ Նիկոլի ուշքի միտքը այն է, որ ինքը ցույց տա, որ ինքը համադրելի է ոչ միայն նախագաների, այլ անգամ սովորական քաղաքացիների հետ։ Դու չես տեսնում ինքը բոլորին փորձում է փչացնել։ Սպորտսմեններին, երբ որ գնում գրկում է նկարվում է հետները, գյուղացիներին, բիզնեսմեններին, մտավորականներին, ինքը գիտի, որ ինքը չոր է, հասկանում ես։ Այդտեղ քաղաքականություն չկա, դա կա բարոյականություն։ Ինքը պրոբլեմ է, ինքը նեռուկապաժատնի մարդ է, ինքը մեծագույն հայ ժողովրդի պատմության մեջ, եւ ես համաձայն եմ Լևոն, շատ բարձ բովանդակային առումով մենք խուսափելու խնդիր չունենք եւ իմ պատրաստակամությունը գնալու բանավեճի դրա մասին է։ Ես նախագահ չեմ եղել եւ չեմ էլ հավակնում, այսինքն ես ինձ կարամ թույլ տամ իջնել։ Ես խնդրեմ չունեմ այդ իմաստով, ես շատ ավելի ճկուն եմ։ Եվ երրորդը կեսկատակ ես զզվող չեմ, ես դատական բժիշկ եմ։ Ես բժիշկ եմ առհասարակ, բժիշկները զզվող չեն լինում։ Ես դատական բժիշկ եմ, ես կեսկատակ կեսլուրջ։ Կան Նիկոլ Փաշինյանի հնարքի մեջ պարզա չէ ինչա։ Ինքը իրան կապ չունի այդ բանավեճը ինչա։ Ինքն գնաց բանավեճի ինչի շուրջ, ապացուցելու, որ այս բաժակը կեսը կորցրել ենք։ Ինչի։ Երկրի կեսը բանավիճելու թեմա կա, հարգելիս։ Այդ բանավիճելու թեմա։ Կամ մենք գնանք լեգիտիմացնենք նաև նախագաների մակարդակով Գեորգ չկա նախկինների մեղավորություն այսօրվա վատ իրավիճակում։ Իհարկե կա։ Դա պատմա փիլիսոփայական հիմա այդ մեղավորությունը ինչ աստիճանի վրա է։ Ինչ է, ո՞նց է դա երևում։ Մեղավորության աստիճանը ո՞նց է երևում։ Ես հասկանում եմ, որ դա բոլորը սուրբ են, բոլորը ոչ մեկ ճիշտ են, բոլորը իհարկե հակառակը ոչ մեկ սուրբ չի, բայց այդ հարցադրումը այդ ինչի մասին է։ Սաղ վատ է եղել։ Լևոնը սաղ վատ է արել, Քոչարյանը սաղ վատ է արել, Սերսակյանը սաղ վատ է արել։ Okay, վատ է։ Իշխանության չեն, պատժվել են, մի րոպե չխանգարես, պատմությամբ, քաղաքական գործընթացներով մերժվել են, չկա։ Ենթադրենք սաղ վատ է եղել։ Ու ինչ։ Այս 7 տարին ինչ։ ասեմ բանը։ Ով ում են կարդարացնում։ Այդ բանաձևը նիկոլական բանաձև է։ Այդ մոտեցումը կներես, չէ, քաղաքական քարոզչության մեջ դա նիկոլական այդ մեղավորության աստիճան է։ Հարգելիս, իհարկե։ Պարոն Աշոտյան, եթե դու գնում ես մի ուղղությամբ, ու սխալ ես գնում։ Հիմա հարգելիս 18-ին մեզ պատժել են մեր սխալների համար։ Անկամ ռոմեական արդարադատությամբ, դասական նույն բանի համար, մի րոպե, իշխանություն զրկվել է։ Բան կա, որ նույնիսկ տեսակետ կա, որ դուք եք հանձնել իշխանություն, պարոն Աշոտյան։ Եվս 40 րոպե խոսանք այդ տեսակետ տարածողների։ Եկեք ուրեմն թողենք երկրորդ մասին։ Էնել վրից, հա։ Պետք է ես ասում եմ որպես մարդ, ով անցել է այդ դժոխքի միջով 18-ին։ Բայց այսօրվա այն ինչ որ մեզ հետ կատարվում է 18-ը երանելի օր է։ Ես 100 անգամ ասել եմ, կրկնում եմ։ Ես կերազեի իմ ամբողջ կյանքը ձեն սուր կալիներ 18 թվականի ապրիլի 23։ Որ այն ժամանակ, երբ որ դա իմ անկալման մեջ ողբերգությունը եկավ հետո։ Քան այսօրվա իրականության մեջ։ Կան այդ ով ոտին գցող, ոնց որ ես հիմա նստած եմ, ինձ ինչ-որ բան պահանջողը։ Ես ոչ մեկի ձայնի կարիքը չունեմ, ես ունեմ իրանց համակրանքի կարիքը, ես ունեմ իրանց հասկացվածության կարիքը։ Ես ի տարբերություն շատ եւ իմ կուսակցությունը սեզոնային քաղաքական վաճառականներ չենք։
որ ընտրարշավի, ընտրությունների տենց գանք մի 5 տարի մեկ հնձենք դաշտը գնանք։ Չէ, մենք այդ ծառը տնգում ենք, մենք այդ ծառը խնամում ենք, մենք այդ ծառը ջրում ենք, այո, մենք այդ ծառի պատասխանատուներն ենք, ամեն ինչ լավ ա եղել, չէ։ Նույն բանի համար 2-3 անգամ հետո բա ուզում ինձանից սպրոսանի, այդ ես պետք է սպրոսանեմ։ Այն մարկանցից, ովքեր 18-ին բերում էին Նիկոլին, ոչ թե քաղաքացիների մասին է խոսքը, այն շրջանակների, որոնք հանդուրժում էին դա։ Այն մարկանցից, ովքեր 18-ից 20 չէին տեսնում, որ մեր երկրի վրա աղետ է գալիս։ Այն մարկանցից, ովքեր 20-ից հետո էլ պատերազմից հետո, հələ սրա հետ կառավարությունում են եղել։ Ես պետք է պահանջեմ, ես վաղուց իմ բոլոր սրոկերը, այսպես ասած, հոդվածներով քաղաքական, ես դատվել եմ քաղաքական իմաստով, այդ իմ վախն է պահանջելու։ Նույն բանի համար 2 անգամ չեն դատում։ Մեզ վերագրվող սխալները 8-ից 18, եղած չեղած, բերել են նրան, որ 18-ին մենք մերժվել ենք, մենք պատժվել ենք։ Դուք զարմանում եք պատիժ բառից, կներեք, քաղաքական ուժի ամենամեծ պատիժը ո՞րն է։ Իշխանասրկումը։ Հիմա 7 տարի անց բերել նորից տես նստել ու թեմա շոշափել տիպա այնտեղ էսի սենց չէ։ Ես գիտելիքությունների հետ համաձայն եմ։ Ես ուրիշ բան եմ։ Որպես սխալների ուղղում ապագայի համար։ Հիմա դուք մասնակցել եք 26 թվականի ընտրություններին։ Վերջին հարցը խնդրում եմ։ Վերջին դուք մասնակցել եք ընտրություններին, չէ՞։ Չէ, օրինակ լավ, եթե շատ անկեղծ ասենք, ես անձնական որոշում եմ։ Բայց ես ու այդ չի ասում։ Հիմա ինչ-որ մեկը իմ հանդեպ ինչ-որ բան է արել, ես ենթադրում եմ, որ խաբել է ինձ կամ գցել է ինձ կամ այնպես չի եղել։ Եթե մարդը չի գալիս, որ չէ, մարդը չի գալիս ասի, որ Գևորգ ջան, կներես, գիտես, այդ պահը ես սենց այդպես գլոբալ այդպես վատ չի եղել, ես սենց ստորություն չեմ արել քո հանդեպ, բայց ինչ-որ բան այստեղ ես սխալվել եմ, ինչ-որ չենք հասկացել, ես կամ խոսել եմ, այսօր է խոսեցինք դրա մասին, հատվածական մարդու, կոնկրետ քո պարագայում։ Այդ բազմաթիվ տեղերում կարող ենք խոսել, եթե դա իրոք հետաքրքիր է։ Չէ, եթե դա չի լինում, եթե ասենք զղջում չկա, ապաշխարան կարող լինի։ Ոնց զղջում չկա։ Բայց չկա։ Ոնց որտեղ է երևում։ Այդ որտեղ պետք է երևի։ Մի րոպե։ Փարիսեություն եք ուզում ինձանից։ Չէ։ Քան իմ զղջումը պետք է երևա։ Ոնց որ հիմա խաչը sense դոշիցս անեմ, ասեմ ես խաչ եմ կրում։ Այդ ելի եկանք բարոյագիտության դաշտ։ Այդ փարիսեությունն է։ Եթե մի բան պետք է երևա, զղջում, հավատ, փրկություն, այդ փարիսեությունն է։ Այդ գնալ sense ծաղի մոտ աղոթել իբր, բայց նայել աշկիտակով ով է քեզ տեսնում։ Այդ քո մեջ է։ Եթե խոսում ենք այդ կատեգորիաների մասին, մեղքի ընդունում, զղջում, ապաշխարում, այդ իմն է, այդ ամենաինտիմ բանն է։ Ես դա չեմ պատրաստում դոշերս բացեմ ու ծեծեմ, ասեմ, գիտեք, այստեղ եմ ես։ Այդ մնացածը սա փարիսեություն է։ Ուզում եք դերասանություն, գնացեք ուրիշ թատրոն։ Ուզում եք տենց պոպուլիզմ, գնացեք ուրիշ տեղ։ Հետ աշխատի, չէ՞։ Իսկ ես ում հետ եմ աշխատում։ Ես հիմա աշխատում եմ, չէ՞։ Ես ձեր միջոցով աշխատում եմ։ Ես դա չեմ ժխտում, բայց ես չեմ աշխատում նրա համար, որ քաղաքական խոպանչի լինեմ կամ մի հատ ընտրություններին մի հատ իմ քյարը այսպես ասած անեմ ու թռնեմ։ Չէ։ Ես հելել եմ այդ տարիքից, իմ քաղաքական ուժը առհասարակ դրա մասին չի։ Իմ քաղաքական ուժը մսի, արյան, ոսկորի մասին է, ոչ թե զնգուլակների եւ բիժուտերիայի։ Իսկ ձեր ասած զղջումները, ասում դա իմն է, դա ինտիմ բան է, փարիսեություն չեմ անելու։ Դրանից ավելի հեշտ բան մի հատ շոու կազմակերպել ուղիղ եթերով, զղջացինք։ 100 անգամ ասել ենք դրա մասին։ Բերում ենք այդ թեման ավելի գործնական մակարդակ, վերլուծական մակարդակ, կարեկցանքի համերաշխության, Սապիրի-Ժիվանյայի սոլիդարության մակարդակ։ Իսկ դուք մեզ այն շոու եք ուզում ուրիշ տեղ։ Մեր օջախում քաղաքական այդտենց բաներ չկա եւ չեն լինելու։ Շնորհակալություն պարոն Աշոտյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ինձ համար շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Փոխադարձ։ Ստացություն սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Շնորհակալ եմ։